Բարև ձեզ Armenpress-ի հարգելի հետևորդներ։ 2025 թվականին պետական աջակցությամբ Հայաստանում մի շարք հետաքրքիր մշակութային իրադարձություններ են տեղի ունեցել, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներ։ Կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև անելիքների շուրջ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ հրավերը ընդունել եք։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես արդեն ասացի, պարոն Դանիելյան, բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների ականատեսը դարձանք, միջազգային փառատոներ, համերգներ, մեր կոլեկտիվների շրջագայություններ, ինչպես նաև օրենսդրական տարբեր փոփոխություններ։ Իհարկե, օրեր առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը որոշ փակագծեր բացեց, որոշ ձեռքբերումների մասին խոսեց, սակայն մնացին ոլորտային ինչ-որ բաներ, որոնք դեռ բացել է պետք։ Կխնդրեմ ամփոփ ներկայացնել ամենաառանցքային նվաճումները։ Մենք 25 թվականին իրականացրեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ բազմազանության կոնվենցիան, որի 20-ամյակներ եւ այս անգամ տեղի ունեցավ դա Հայաստանում եկան բազմաթիվ հյուրեր, մեծ ուրեմն մասշտաբով իրականացրեցինք այդ համաժողովը։ Մեծ իրադարձությունից ուզում եմ նշել ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը Պերսեպոլիսում, քանի որ դա աննախադեպ երևույթ էր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնականում նրանց համերգը մեծ համերգաշարեր ունեցանք ուրեմն մարզերում։ Դա շատ կարևոր է, որովհետև տեսեք օպերայի պետական թատրոնը երկու ներկայացումով բացօթյա Ստեփանավանում բացեց իր թատերաշրջանը։ Ունեցանք հազարավոր հանդիսատեսներ։ Ստանիսլավսկու անվան թատրոնը բացեց իր թատերաշրջանը Վանաձորում։ Մենք ունեցանք ֆեստիվալները, որը արդեն սպասված զբոսաշրջային եւ երաժշտական միջոցառումներ են եւ տնտեսական միջոցառումներ են։ Այդտեղ մենք 100,000-ից ավելի ունեցել ենք հանդիսատես։ 26 թվականի առաջին օրերին ունեցանք առաջին անգամ ձմեռային ֆեստիվալը։ Ես կարծում եմ դա շատ հիանալի առիթ էր, որպեսզի մենք Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի սարերում տեղի ունեցող միջոցառումների նման միջոցառում ունենանք Հայաստանում եւ կարծում եմ եւ ապագա տարիներին մենք զարգացնենք դա եւ շարունակական կդարձնենք։ Մենք ունեցանք երրորդ այս անգամ Արուճի հոգեվոր երաժշտության փառատոնը եւ դա ուղեկցվեց այս տարի գմբեթի վերականգնման աշխատանքներով։ Այսինքն մենք եւ հոգեվոր երաժշտության ուրեմն փառատոն առաջարկեցինք հանդիսատեսին եւ մարզում առաջարկեցինք մշակութային կոթողի բացահայտում եւ դա զուգորդվեց նաեւ վերականգնման աշխատանքներով, որոնք կշարունակվեն մոտ ապագայում։ Եվ մենք ունեցանք այս տարի իսկապես աննախադեպ մեծ համերգ, համաշխարհային աստղի Ջենիֆեր Լոպեսի համերգը Հայաստանում, այդ մասշտաբի երբևիցե մենք չէինք ունեցել 30,000 հանդիսատես, որից 15,000-ը զբոսաշրջիկ էր։ Եվ այս ծրագիրը նույնպես մենք ամեն տարի պետք է դարձնենք, որպեսզի ամեն տարի ունենք միգուցե երկու միջազգային մեգա աստղեր, որոնք գալիս են Հայաստան, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ դա խթանում է ոչ միայն կատարողական արվեստը, ոչ միայն շոու բիզնեսը, ոչ միայն զբոսաշրջիկների ուրեմն հոսքը դեպի Հայաստան, այլ նաեւ Հայաստանը աշխարհի վրա քարտեզագրվում է որպես վայր, որպես երկիր, որտեղ հնարավոր է իրականացնել այդ մեծ միջոցառումները։ Դրա համար մեծ աշխատանք է տարվում, պետական մեծ ներդրումներ են արվում, մասնավորի հետ նույնպես աշխատում ենք եւ այս ծրագրերը բոլորը կլինեն շարունակական։ Ամենաառանցքային ուրեմն քաղաքականությունը, որ վարում ենք, դա մշակույթի տնտեսականությունն է եւ դրա շուրջ ինստիտուտներ կառուցելը։ Այսինքն մենք ունեցել ենք դժբախտաբար տարիների վեր սիրողական մոտեցումներ, այսինքն թե վիճակագրության ասպարեզում, թե կառավարման ասպարեզում, թե տնտեսա-ֆինանսական ուրեմն ոլորտում մշակույթի ունեցել ենք շատ մոտավոր մոտեցումներ։ Հիմա մշակույթը ինքը որպես առանձին ոլորտ, ինչպես էկոնոմիկան է, ինչպես առողջապահությունն է, պետք է լինի տնտեսական եւ տնտեսայնացված, որպեսզի օրինակ մեր կառույցները կարողանան լավ մոդելներ, ֆինանսավորման նոր մոդելներ, հետաքրքիր ուրեմն տարբերակներ գտնեն, ինքնաբավ լինելու, զարգանալու եւ պետությունները բնականաբար իր աջակցությունը դնի ֆինանսապես թե այլ ձևերով այնպիսի մեխանիզմների մեջ, որոնք գործում են, որոնք արդիական են եւ այդ մեխանիզմները եւ տնտեսականացումը երբեք չի վերջանում, երբեք կանգ չի առնում։ Ինքը մեխանիզմ է, որը անընդհատ զարգանում է
շատ արագ զարգացող աշխարհի հետ։ Դրա հետ կապված փաստորեն մենք ունենք մի քանի ուղղություններ միաժամանակ, որ պետք է զարգացնենք, որ պետք է բարելավենք։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, օրենսդրական դաշտը շատ կարևոր է, քանի որ մենք օրենսդրական փոփոխություններով մենք ուրեմն դաշտը ել ավելի բարենպաստ ենք դարձնում, թե պետական կառույցների համար, թե մասնավոր կառույցների համար եւ չմոռանանք նաեւ ինքնազբաղ արվեստագետների համար։ Օրինակ մշակույթի մասին օրենքում վերջին փոփոխությունները մենք մեծ տեղ տվեցինք ինքնազբաղ արվեստագետներին։ Նրանք երբևիցե չեն ունեցել որպես առանձին ուրեմն խումբ, որպես առանձին համայնք երբևիցե չեն ունեցել իրենց համակարգը։ Այստեղ մենք առանձնացնում ենք եւ ասում ենք որպես անհատ, չէ՞ որ մշակույթի մեջ օրինակ նկարիչները, քանդակագործները, երաժիշտները կարող են ոչ մի հասցիկային ուրեմն աշխատող չլինել, ոչ մի տեղ չաշխատել, այլ աշխատել ինքնուս իրենց համար։ Եվ այդտեղ իրենք ունենում են փաստորեն ստատուս որպես այդպիսին։ Մենք շատ կարևորություն տվեցինք նաև ֆինանսատնտեսական մոդելները ստեղծելուն, այդ մեխանիզմներին։ Օրենքի փոփոխության մեջ ահագին ուրեմն դրույթներ են դրված, որոնք պետք է օգնեն, որ դաշտը ել ավելի դինամիկ դառնա, կարգավորվի։ Դրանից բխող բնականաբար արդեն անցած տարի մենք ունեցանք 3 ենթաօրենսդրական ակտեր կառավարության որոշումներով, եւ մենք շարունակում ենք, մի քանի հատ էլ դեռ կա, եւ նորից հավանաբար մի քանի ամսից մենք կտանենք ել ավելի լավարկելու այդ օրենքը։ Առաջին հերթին օրենսդրական դաշտն է, որ պետք է բարենպաստ լինի մեր ստեղծագործողների համար, եւ դրանից բխող արդեն մնացած ենթաօրենսդրական ակտերը եւ կա նաեւ, գիտեք, որ ասում ենք տնտեսականացում, կա նաեւ հոգեբանական շատ կարեւոր պահ, այսինքն ընկճված հասարակությունը, ընկճված արտիստը, ընկճված արվեստագետը չի կարող ստեղծագործել։ Դա շատ կարևոր է, այսինքն պետք է անընդհատ այս ոլորտը ունենա արև, անընդհատ պետք է ունենա հորիզոն, որի համար ստեղծագործի եւ մեզ տանի իր հետևից։ Պարոն Դանիելյան, ես ճիշտ եմ հասկանում, որ տնտեսականացում ասելով նկատի ունենք, որ մշակույթը նաեւ պիտի շահութաբեր լինի։ Միանգամայն, օրինակ կարող եմ բերել Իտալիայի օրինակը։ Իթալիայում գերատեսչությունների մեջ ուրեմն եկամտաբեր, այսպես ասած, գերատեսչությունը դա մշակույթի նախարարությունն է։ Այստեղ ինչ ունենք ժառանգության մեծ հատված Իտալիայում եւ մենք էլ ունենք ժառանգության մեծ հատված, հուշարձաններն են, մեր պատմամշակութային վայրերն են եւ այլն, եւ ժամանակակից արվեստի, այսինքն կատարողական արվեստների հատվածը, որտեղ կինոն է, որտեղ թատրոնն է, երաժշտարվեստը, ուրեմն պարարվեստը եւ մնացած արվեստները։ Բնականաբար մեխանիզմները այնպես են, որպեսզի հենց այդ կառույցները նույն պատմամշակութային հուշարձանը կամ կատարողական արվեստի այդ կառույցը կարողանա ինքնին ուրեմն միջոցներ գեներացնել։ Մենք դա արդեն 2-3 տարվա մեջ միանգամից նկատում ենք այդ տնտեսականացման process-ը արդեն սկսել են քանի տարի ի վեր եւ կրկնապատկել են թվերը։ Օրինակ կարող եմ ասել թատերական կառույցները, որոնք ունեին մոտավորապես 1 միլիարդի իրենց գեներացրած եկամուտները, հիմա դարձել են արդեն 2-3, համերգայինները նույնպես մի քանի տարի առաջ ունեն 600-700 միլիոնի, հիմա արդեն 2-3 միլիարդների մասին ենք խոսում։ Այսինքն պետական ներդրումները, պետական ֆինանսական ներդրումների վրա կա հետվերադարձ։ Այդ հետվերադարձը ֆինանսական տեսակետից ֆինանսական հատվածով ծառայում են նորից թատրոններին եւ համերգային կառույցներին, այսինքն դրանով կարողանում են նոր ստեղծագործություններ պատվիրել, դրանով կարողանում են օրինակ որակը ավելի բարելավել, դրանով կարողանում են աշխատավարձները բարձրացնել։ Շատ հետաքրքիր օրինակ բերեմ, այս տարի եւ ամեն տարի մեծ աճեր են գրանցում, օրինակ մի քանի հոգի եղել են տեխնիկային թատրոնում, որը աշխատում է ֆինանսավորման նոր մոդելով, մինչեւ 2 միլիոն ամիսն եմ ասում, 2 միլիոն արտիստը աշխատավարձ է ստացել։ Օպերայի պարագայում 1 միլիոն եւ ավելին։ Կամերային թատրոնը, որը նույնպես միացել է այս 3 եռյակին, ուրեմն ֆինանսավորման նոր մոդելին, այդտեղ նույնպես 600,000, 800,000։ Մենք դրել ենք խրախուսման կարգ նաեւ տնօրենների համար։ Մենք տնօրեններ ունենք, այդ թվում նաեւ մարզային թատրոնների, որոնք անվանական չասեմ, բայց երամսյակային ստացել են 2, 3, 4 միլիոն դրամ պարգևավճար իրանց աշխատանքի դիմաց։ Այսինքն մենք ունենք կետեր, որոնք կատարելու դեպքում եւ տոմսային տնտեսությունը լավ ուրեմն վարելու դեպքում ուղիղ պարգևավճարներ են լինում։ Այս ամեն ինչը գեներացնում է հիանալի մրցակցային դաշտ։
թատրոնների միջև, դերասանների միջև, մենեջերների, պրոդյուսերների միջև, այսինքն արդար մրցակցություն, ով ավելի լավ կոնտենտ կբերի, կստեղծի, ով ավելի որակյալ կոնտենտ կստեղծի եւ ով ավելի լավ կարող է ունեն մոնետիզացնել այդ կոնտենտները, այսինքն վերել հասնել հանդիսատեսին եւ ավելի մեծ թվով հանդիսատեսի։ Այս ամեն ինչը տնտեսականացում է։ Տնտեսականացման այս ճանապարհին մեզ շատ պետք էր վիճակագրություն։ Օրինակ չունենք վիճակագրություն կամ ունենք շատ աղոտ վիճակագրություն, այսինքն ինչ նկատի ունեմ, օրինակ քանի հանդիսատես է գնում թատրոն, քանի հանդիսատես է գնում համերգասրահ, քանի այդ հանդիսատեսից որոնք են որ մասն է քական, որ մասն է արական, դա շատ կարևոր ցուցիչներ են, ինչ տարիքի մարդիկ մարզերում ինչպես են գնում, ինչքան է մեկ թատրոնը գեներացնում ուրեմն գումարներ։ Այս ամեն ինչը մեզ հարկավոր էր։ Եվ կամաց-կամաց մենք ունենալու ենք եւ թվային տարբերակով ենք ունենալու, ինչպես գիտեք, թվայնացումը նույնպես մեր առաջնահերթություններից է։ Վերջին շրջանի վիճակագրությունը ինչ է ցույց տալիս։ Կային տարիներ, որ միշտ իգական սեռի ներկայացուցիչները գերակշռում էին համերգասրահներում, թատրոններում, ինչ փոփոխություն է նկատվել եւ կուզեի իմանալ այս ֆինանսավորման նոր համակարգին նոր համերգասրահներ եւ թատերասրահներ միանալու են։ Մենք ունենք 3 կառույցներ, որոնք արդեն իսկ աշխատում են նոր ֆինանսավորման մոդելով։ Հիշեցնենք, հա, նոր ֆինանսավորման մոդելը ինչքան որ գեներացնում է կառույցը սեփական եկամուտներ, հաջորդ տարի պետությունը կրկնապատկում է այդ բյուջեն կրկնապատկում է։ Դրա արդյունքում օրինակ օպերայի բյուջեն 2 միլիարդը տարեկան անցել է։ Այն պարագայում, երբ որ ասենք 20-ական թվականներին այդ բյուջեն եղել է ընդամենը 200-250 միլիոն։ Պատկերացեք, այս մի քանի տարվա մեջ 8-ից 10 անգամ բարձրացել են։ Էլ չասեմ աշխատավարձները, էլ չասեմ ուրեմն իրենց քանակը, ներկայացումների քանակը, հանդիսատեսի քանակը եւ այլն։ Այս տարի եւս մեկ կառույց Թատերամերիկային կմիանա արդեն այս նոր մոդելին, քանի որ այդ ցուցանիշների բարձրացման process-ում են, պետք է ինչ-որ մի շեմ հաղթահարեն, որպեսզի կարողանան մտնել այս նոր մոդելի մեջ, եւ մենք գնում ենք դրան, որտեղ դինամիկա կա բոլոր թատրոններում, այդ թվում նաեւ մարզային թատրոններում, մինչդեռ շատ լավ դինամիկա ենք տեսնում այս տնտեսականացման process-ին։ Իսկ վերադառնալ ձեր առաջին հարցին, բան չի փոխվել, որովհետև կանայք ավելի շատ են, դա կարծում եմ վերջնական վիճակագրություն չունենք այս պահին, բայց կունենանք շուտով, որովհետև թվայնացնում ենք այդ ամեն ինչը մենք տվյալների տեսքով հասանելի կդարձնենք նաև հանրությանը, բայց ակնադիտական, այսպես ասեմ, կանայք ավելի շատ են եւ շատ ավելի լավ, գիտեք, կանայք շատ հզոր ուժ են բարեփոխումներ կատարելու եւ հասարակությունը ել ավելի լավարկելու։ Ես վերջին տարիներին տարբեր երկրներում ուսումնասիրել եմ, կլինեն հեղափոխություններ, կլինեն հասարակության ուրեմն նոր կարևոր լավարկումներ կամ բարեփոխումներ, միշտ կանայք եղել են առաջին գծում։ Առաջամարտիկներ ենք մի խոսքով։ Մեր երկրում հավասարություն կա եւ պետք է մենք դա ել ավելի ամեն անգամ շեշտենք, որովհետեւ դա շատ կարևոր հանգամանք է։ Մենք չպետք է անտեսենք կանանց, աղջիկներին եւ հատկապես երեխաներին մենք պետք է այդ ուրեմն պերսպեկտիվան, այսպես ասած, տանք, որովհետեւ իրենք աղջիկները պետք է վստահ լինեն, որ սովորելով, կրթվելով իրենք կարող են ղեկավար դառնալ։ Այսօր կարծում եմ մեր կառավարությունը այդ ուղերձը տալիս է, մենք ունենք նախարարներ, մենք ունենք շատ կարևոր դիրքերում գլխավոր դատախազ, ՄԻՊ եւ այլն կանայք եւ շատ լավ ղեկավարող կանայք ունենք։ Բոլոր գերատեսչությունում նաև կա մասնավոր բիզնեսում ենք տեսնում ենք, որ շատ հզոր ղեկավարներ կան, կանայք, որոնք որ ուրեմն մեծ կառույցներ են ղեկավարում եւ դա շատ ողջունելի է։ Իմ ամենասիրած թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարը եւս կինեմ Նարինե Գրիգորյանի մասին է խոսքը, համազգային թատրոնը, որը հիմնադրման օրից ի վեր գործում է Թատերական ինստիտուտում Սոս Սարգսյանի շնորհիվ, բայց տարիներ առաջ որոշում կայացվեց, որ ի վերջո թատրոնը կունենա իր սեփական շենքը։ Կարծում եմ շատ թատերասերների է հուզում այդ հարցը։ Երբ կբացվի թատրոնը։ Հանժալե ջան եւ Armenpress-ի համար էքսկլյուզիվ։ Նայում եմ, հունվարի 23-ին ժամը 19-ին մենք պաշտոնապես կբացենք Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնը։ Հրաշալի լուր է։ Եվ քանի որ խոսեցինք թատրոններից, նաև անդրադառնամ մի քանի այլ թատրոնների, որոնց պարագայում միացումներ են տեղի ունեցել։ Ես հիշում եմ տարիներ առաջ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը փակվեց կառավարության որոշմամբ եւ խոսվեց այն մասին, որ թատրոնը պետք է
տարածքը պետք է տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ձայնագրությունների իրականացման համար, ինչպես նաև փորձերի։ Նշվեց, որ նաև այլ կազմակերպությունները եւս կարող են այդտեղ ձայնագրությունները։ Մի քանի տարի է անցել, պարոն Դանիելյան, ինչ վիճակ է այնտեղ տիրում, առաջընթաց կա, գուցե ավարտվել են աշխատանքները։ Այո, այստեղ մենք արդեն վերջին փուլում ենք, ճիշտն ասած, մենք դիզայներական աշխատանքների արդեն այս հատվածի շինարարության վրա ենք եւ կարծում եմ այս վերջին հատվածն էլ կարգավորությունից հետո արդեն շուտով կարող ենք բացել պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածքներ լինելու դա, բայց ճիշտ եք ասում, այդտեղ ձայնագրություններ ոչ միայն սիմֆոնիկ նվագախմբի համար, այլ բոլորի, ովքեր կուզենան ցանկանում են ուրեմն ձայնագրություններ անել, դա շատ կարևոր է եւ սիմֆոնիկ նվագախմբի համար դա նաեւ կծառայի որպես փորձատեղ, քանի որ իրենք տարածք չունեն այս պահին տարբեր տարածքներում վարձակալությամբ են։ Ինչ վերաբերում է շինարարությանը, եկեք ամսաթ վերջ չտանք, որ ավելի հստակ լինի, բայց մենք վստահեցնում եմ, որ աշխատում ենք այսօր առավոտյան անգամ եղավ քննարկում այդ կապակցությամբ, որ ել ավելի ռիթմերը արագացնեն շինարարական հատվածները, որպեսզի կարողանան տեղափոխվել արդեն։ Եվ խոսենք Գոյ թատրոնի մասին, որը եւս միացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, իհարկե խժդժությունները շատ էին, անհամաձայնությունները շատ են, որքանով ես եմ տեղեկացված, մինչ օրս դեռ ինչ որ չափով չլուծված հարցեր կան, բայց պարոն Մկրտչյանը, Մայր թատրոնի տնօրենը, որը ժամանակ առաջ նշեց, որ թատրոնի տարածքը, Գոյ թատրոնի տարածքը հնարավոր է, որ վերածվի թատերական ստուդիայի։ Եթե չեմ սխալվում, առաջ եւս այդպես է եղել։ Այդ տարածքում գործել է ստուդիա։ Դա իրականությանը մոտ է, այժմ ինչ է այդ տարածքում։ Մենք ասում ենք, որ մեծ ժառանգություն ունենք նախ ասեմ, որպես շենքեր եւ որպես թատերահամերգային կառույցներ Հայաստանում, դա մեր հարստությունն է։ Մենք պետք է պաշտպանենք, մենք պետք է վերանորոգենք, քանի որ ելի ինչպես գիտեք, տասնամյակներ շարունակ ուղղակի ոչ մի գործ չի արվել, ոչ վերանորոգման, ոչ տեխնիկայի, ուրեմն համալրման, ոչ գործիքների մի խոսքով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ մեր հասարակությունը եւ ամբողջ աշխարհը դրան է գնում տարբեր տեսակի ֆորմատների, ուրեմն ֆորմատներով նոր ներկայացումներ, նոր հարթակների վրա տարատեսակ բազմաբնույթ, ուրեմն իրականացմանը սպասելիք կա, ակնկալիք կա։ Եվ մենք ասում ենք մեր թատերամերգային կառույցներին, որ միայն հիմնական դահլիճը չէ, որ պետք է ծառայի ներկայացումների կամ մշակութային միջոցառումների, այլ ամբողջ շենքը, ամբողջ տարածքը։ Տեսեք, օրինակ մի քանի օրինակներով գնանք, այս պահին Ստանիսլավսկու անվան թատրոնը, որը նույնպես շատ վատ շենքային պայմաններ է մեծ ժառանգություն հասել, այդտեղ արդեն կամաց ուրեմն շինարարություններ իրականացնելով, վերափոխելով, լավարկելով, մենք ունենք այս պահին 4 հարթակ։ Մի կառույցում արդեն 4 հարթակ։ Մենք մտածել ենք, որ այս տեմպերով որ գնանք, մենք կարող ենք մինչև 8-9, միգուցե 10 հարթակներ ունենք, տարբեր ֆորմատների, մեծ, փոքր։ Օպերայում ունենք արդեն 2-3 հարթակներ, Արամ Խաչատրյան համերգասրահում ունենք 2-3 տանիքում, նկողում մի խոսքով, Արնո Բաբաջանյանում ունենք, ուրեմն ֆիլհարմոնիայում ունենք 3-4 հարթակներ եւ Սունդուկյանում նույնպես, Սունդուկյանի անվան թատրոնը մեծ շենք է։ Այնտեղ այս պահին ունենք 4 հարթակ, ունենք հիմնական դահլիճը, ունենք black box-ը, ինչպես գիտեք, ունենք պանոն, ունենք բացօթյա հարթակը։ Եվ այդ ձեր նշած դահլիճը նույնպես հարթակ է, որը պետք է ծառայի մեր մշակույթը, կատարողական արվեստը եւ այս պարագայում թատրոնը տարբեր ֆորմատներով ներկայացնելու։ Բնականաբար մենք գնալու ենք այն ճանապարհը, որ վերանորոգենք բոլոր այդ հարթակները տարբեր ձևերով, տարբեր ֆորմատներով եւ թատրոնում ունենանք երկրորդ մոտեցումը շատ կարևոր այն է, որ թատրոնը չլինի միայն թատրոնի տեղ, դա մշակութային կենտրոն է, արվեստների կենտրոն է, այսինքն թատրոնում մենք կարող ենք ունենալ գրատուն, այդ օրինակը շատ լավ ունենք մենք օրինակ Ստանիսլավսկիում մենք եւ ուզում ենք զարգացնել դա ուրիշ թատրոններում նույնպես։ Թատրոնում կարող է լինել երաժշտություն, բարարվեստ, ամեն ինչ կարող է լինել։ Եվ այդտեղ մենք ասում ենք, որ հանդիսատեսը եկավ իր երեկոն պետք է լիարժեք անցկացնի։ Ընդհուպ միջև գինի ըմպելով, թեյ ըմպելով, միգուցե մի փոքր մի բան ուտելով եւ ունենա թե մշակութային, թե գաստրոնոմիկ հատված։ Այսինքն մի մթնոլորտ, որտեղ մշակույթ է եւ արվեստ։ Պարոն Դանիելյան,
Եվ ես եւ դուք հաճախ էլ հանդիպում ենք տարբեր համերգասրահներում, թատրոններում։ Գիտեք ինչ եմ նկատել իմ դիտարկումների արդյունքում, գուցե սխալվում եմ, բայց ինձ այդպես է թվացել, հաճախ նույն մարդիկ են այցելում։ Կլինեն կինոյին նվիրված փառատոններ, թատրոնին նվիրված, շատ լավ է, որ գոյություն ունի այդ համայնքը, որ մարդիկ, որոնք սիրում են իրար, խոսելու բան ունեն, բայց շատ քիչ են նոր մարդիկ, որոնք ընդգրկվում են։ Բավականին մեծ աշխատանք եք անում, ծավալուն աշխատանք։ Իսկ ինչ անել, որպեսզի մարդկանց հետաքրքրությունը մեծանա, սերը մշակույթի նկատմամբ գնահատվի, իհարկե հուշարձանների թեման ձերը չէ, բայց մինչ օրս մենք տեսնում ենք, որ հուշարձանների մոտ տարբեր գրություններ են, աղբ է եւ այլն եւ այլն։ Այդ ինքնագիտակցությունը հասարակության բարձրացնելու համար պետական մակարդակով ինչ պետք է արվի։ Ձեր հարցի պատասխանը միանշանակ կրթությունն է։ Մենք պետք է կրթություն, ընդհանուր առմամբ կրթություն եւ մշակութային կրթություն։ Մենք դրա համար օրինակ անում ենք բազմաթիվ ծրագրեր մշակութային կրթության ասպարեզում, որտեղ հենց այդտեղ է, որ մենք մեր երեխաներին, մենք մեր երիտասարդներին ծանոթացնում ենք մշակույթի հետ։ Ծանոթացնում ենք եւ գիտեք ինչու չեն գնում մարդիկ, որովհետեւ չեն ճանաչում։ Այսինքն սև մի բան կա, վարագույր կա, որի հետևում իրենք ծանոթ չեն, չգիտեն։ Մենք պետք է ծանոթացնենք մեր երեխաներին, երիտասարդներին, մեր հասարակությանը պետք է ծանոթացնենք, այդ պատնեշները պետք է քանդենք։ Գիտեք, մի բան կա շրջանառվում էր մի քանի ամիս առաջ եւ մենք դրա մասին խոսենք իրական Հայաստանի նոր գեղագիտության հայեցակարգի մասին։ Հենց այդ հայեցակարգը դրա մասին է, մենք տաբուները պետք է վերացնենք։ Մենք ունեցել ենք մի հատ սերուցքային հասարակություն ժամանակին, որոնք գնացել են, այցելել են թե թատրոններ, թե օպերա, թե երաժշտական, ուրեմն երաժշտասրահներ եւ այդտեղ ասել են սա բարձր մշակույթ է եւ մնացածին մենք անտեսել ենք ուղակի։ Հենց դրա համար է զարգացել ռաբիս ժանրի երաժշտությունը։ Հենց դրա համար են զարգացել անորակ սերիալները։ Հենց դրա համար են զարգացել անորակ պիեսաները թատրոններում, որովհետեւ եղել են մի ամբողջ կտրվածք այսպես կոչված ինտելիգենցիայի այդ սերուցքի մշակութային եւ հասարակության մնացած մասի։ Մենք հիմա ասում ենք մշակույթը հասանելի պետք է լինի բոլորին։ Բոլորին։ Ինչ որ ասում եմ ֆորմատների, տեսակետից ֆորմատների փոխելու տեսակետից եւ բազմազանացնելու տեսակետից հենց դրան են գնում, որովհետեւ գիտեք հասարակությունը շատ զգայուն է այդպիսի բաներին, որ չգնա մեծ ակադեմիական դահլիճում նստի ու մի անգամից օպերա նայի։ Պետք է կամաց քայլերով գնանք եւ այդ փոքրիկ ֆորմատները, այսինքն տանիքում ջազ լսելով, նկուղում ինչ որ հետաքրքիր խմբի հետ ծանոթանալով կամ մոնո ուրեմն ներկայացումներ տարբեր ֆորմատներով դաշտից դուրս միայն լավարկելու են եւ այդ հանդիսատեսին բերելու են դեպի հիմնական բեմ։ Ես ճիշտ ասած այդքան էլ վատատես չեմ, որովհետեւ ես ինքս շատ եմ տեսնում նոր հանդիսատես, երբ որ կա հետաքրքիր կոնտենտ եւ բազմազանություն ենք մենք տալիս ռեպերտուարային իմաստով, ես այդտեղ օրինակ տեսնում եմ կարող եմ նշել մի քանի օրինակներ, օրինակ սիմֆոնիկը, երբ որ անում է սիմֆոնիկ ռոք, սիմֆոնիկ ֆոլք, այդտեղ միանշանակ նոր հանդիսատես է։ Երբ որ սիմֆոնիկը անում է իր դասական, ուրեմն ավանդական համերգները, այդտեղ այո, մենք տեսնում ենք այնպիսի հանդիսատես, որ ուրիշ տեղեր ենք տեսնում, ծանոթ հանդիսատես ենք տեսնում, բայց վերջին հաշվով այդ հանդիսատեսը, որ գալիս է այս նոր ֆորմատի համերգներին, վստահաբար կարող ենք տեսնել, հենց այդ էլ վիճակագրություն պետք է ունենանք, վստահաբար, բայց արդեն դեմքերով կամ այլ ակնադիտականով տեսնում ենք, որ այդ մարդիկ գալիս են այն հիմնական համերգներին արդեն։ Ես հիշեցի նաև դաս A եւ այլ ծրագրերը, երբ արվեստագետներն են այցելում աշակերտներին եւ հակառակը, չէ, ձեր ասած Մայր թատրոնի փոքրիկ տարածքում հավաքվում եւ լսում էին։ Եվ 2 տարի ի վեր մենք անում ենք ուրեմն թատերական շաբաթը, որը 5000 երեխաների բերում է դեպի թատրոն։ Մենք բացում ենք թատրոնի դռները շատ լայն, ոչ միայն ուրեմն սրահի, այլ նաև ետնաբեմի։ Եվ երեխաները բացահայտում են կուլիսները, երեխաները բացահայտում են այն ուրեմն սրահները, որտեղ տեղի են ունենում դեկորների պատրաստումը, շորերի հատվածը, խոսում են դերասանների հետ, աշխատում են դերասանների հետ եւ այդտեղ բնականաբար դրանից հետո ուզենալու են վերադառնալ թատրոն։ Ունենք նաեւ աբոնեմենտային մեր ծրագրերը, որոնք Հայաստանի բոլոր
դպրոցական երեխաներին թույլ են տալիս գնալ եւ թանգարաններ, եւ թատրոններ, եւ համերգների։ Այդտեղ ունենք մի հրաշալի աճ, որտեղ 300,000-ից ավելի երեխաներ գնում են, մասնակցում են, եւ դա հիանալի արդյունքներ են։ Այդ պահով պետք է զարգացնենք մենք այդ կրթական ծրագրերը, մարզեր գնալու եւ նոր ուրեմն տարածքներ գրավելու, հանդիսատեսներ ուրեմն ներգրավելու մեջ ամբողջ Հայաստանի տարածքով ունենալու որակյալ ներկայացումներ, որակյալ երաժշտություն եւ որակյալ պարարվես եւ արվեստներ ընդհանրապես։ Հիմա խոսենք ֆիլմերից։ Համացանցում ֆիլմ արտադրությանը վերաբերող տարբեր քննարկումներ էին ծավալվում, հիմնականում օրենսդրական դաշտին էր վերաբերում։ 2025-ին մեր կառավարությունը հաստատեց ֆիլմ արտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը եւ պայմանները, որով նախատեսվում է մինչեւ 35% ներդրումների վերադարձ։ Կխնդրեմ մանրամասնել, ինչ կտա ֆիլմ արտադրողներին։ Ինչպես գիտեք, կինոն առանձին մի ամբողջ ոլորտ է, որը ներգրավում է համարյա թե արվեստի բոլոր ճյուղերը։ Ինքը առանձին արդյունաբերություն է։ Համադրական, այո։ Եվ շատ կարևոր եւ շատ ստրատեգիական ոլորտ է երկրի համար եւ մշակույթի համար։ Կինոարտադրողները, թե հայաստանյան, թե արտասահմանյան, որ ներդրումներ են անում կինոյի արտադրության մեջ Հայաստանում, իրենց ներդրումների դիմաց կարող են ստանալ մինչեւ 35% վերադարձ։ Պետությունը վերադարձնում է։ Այսինքն դա մի շատ հետաքրքիր փոխշահավետ առաջարկ է կինոյի ոլորտին, որը որ արդենից սկսել է գործել։ Մենք մի քանի ամսվա մեջ ունեցել ենք 10 հայտ կինոարտադրողների, որոնք որ դիմել են, երկուսը արդեն իսկ հաստատված են, այսինքն երկուսը կստանան եւ մնացած 8-ը դեռ քննարկման էտապում են։ Վստահ եմ, որ իրենք էլ կստանան։ Այդտեղ տեխնիկական, ուրեմն բան կա, հարցեր կան եւ ընթացակարգ կա, որով պետք է անցնեն։ Խնդիր չի։ Մենք ուղերձ ենք տալիս նաև մեր արտասահմանյան գործընկերներին, որոնք վստահաբար այս պահին ես 3 ծրագրի մասին գիտեմ, որ մեր ֆրանսիացի գործընկերները ուզում են իրականացնել Հայաստանում, քանի որ կա դա։ Հայաստանը ունի 300 օր արև, Հայաստանում 1 օրվա մեջ կարող են գտնել 4 եղանակները, շատ մի կես ժամ, 1 ժամվա ուրեմն տարբերությամբ կարող ենք բարձրացնել ունենանք ձյուն, կարող ենք իջնել ուրեմն հարթավայր կորենք ունենալ արև եւ այլն։ Հետաքրքիր պայմաններ կա, զարգացնելով մեր տեխնիկական ուրեմն ստեղծագործական ներուժը, չէ՞ որ կինո արտադրելու համար մեզ պետք են տեխնիկական ուրեմն մեծ թիմեր, որոնք պետք է արհեստավարժ լինեն, որպեսզի կարողանան ապահովել։ Մի քանի ամիս առաջ վերջացած արդեն իսկ նկարահանումները վերջացած ֆիլմ ունենք, որը հիմա մոնտաժային փուլում է, որը որ իրականացվեց Dr. House շատ հարահայտ սերիալի ռեժիսորներից մեկը։ Եկավ Հայաստան եւ շատ հայկական թեմայով, հրաշալի մի թեմայով այդ ֆիլմը արեց։ Իր հետ զրույցների ընթացքում ես հասկացա, որ մենք ունենք այստեղ այդ ներուժը, պետք է զարգացնենք։ Եվ ես իրեն հենց սկզբից խնդրել եմ լինել շատ խիստ, շատ պահանջկոտ, որպեսզի ոչ միտեղ կոմպրոմիսի չգնան, ասենք, որակի վրա, եւ ինքը այդպես էլ արել էր, եւ շատ հիացած էր, շատ զգացված էր վերջացել իր նկարահանումների փուլը։ Այդպիսի համագործակցությունները բարձրացնում են մեր գործընկերների ուրեմն ստեղծագործական եւ կատարողական որակը, դա էլ շատ կարեւոր է։ Այս բարեփոխումները կլինի օրենսդրական դաշտում, կլինի ենթաօրենսդրական դաշտում, թե կարգերի, թե մրցույթի անցկացման, շատ սերտորեն աշխատում են կինոգործիչների հետ։ Այսինքն բոլոր փոփոխությունները, լավարկումներն ու բարեփոխումները մենք անպայման քննարկում ենք, դրա համար է ճիշտ ասած մի քիչ դանդաղ գնում այդ ամեն ինչը, որովհետև մեծ ծավալի տեքստեր կան, մեծ ծավալի կետեր կան, որ պետք է քննարկել եւ գտնել են լավագույնը, որով որ կինոգործիչները լավ ուրեմն հող կունենան Հայաստանում կինո արտադրելու համար։ Դրա հետ զուգահեռ մեր ֆինանսավորված ֆիլմերը կամ Հայաստանում ուրեմն ստեղծված ֆիլմերը այս տարի 15 տարբեր մրցանակներ ունեցել, միջազգային մրցանակներ ունեցել։ Օրինակ մի ֆիլմ ենք ունեցել, որը Լոկառնոյի աշխարհաչափ ֆեստիվալի ուրեմն բացմանը եղավ, Թամարայի, այո, ֆիլմը հրաշալի ֆիլմ։ Մենք ունեցանք 3-րդ մրցանակ Կաննի փառատոնում վավերագրական ֆիլմ, մենք ունեցանք անիմացիոն ֆիլմ, որը Անսի փառատոնում ընդգրկվել էր որպես ուրեմն ցուցադրվող ֆիլմ։ Մի խոսքով ունենք այդ ներուժը
եւ իսկ ժառանգության պահով մենք ուղղակի այս տարի հրճվանքի փուլում ենք, որովհետեւ մեր վարպետներից մեկը Հարություն Խաչատրյանը հրավիրված էր Ֆրանսիայի Պոմպիդուի կենտրոն, որ իր ամբողջ ֆիլմերը ցույց տար։ Այդպիսի բան երբևիցե չի լինում, երբ որ կանչում են այդ հետահայաց ցուցադրությունների, լինում է 2-3 ֆիլմ, այստեղ 10 ֆիլմ, եւ 2 ամիս շարունակ այդ ֆիլմերը ցուցադրվում էին տարբեր սրահներում։ Ես ինքս ներկա էի այդ բացմանը, հանդիսատեսը շատ ինտուզիազմ ձևով ներկա էր, շատ հարցեր տվեց, պարոն Խաչատրյանը վարպետաց դասեր նաև անցկացրեց եւ իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրա ֆիլմերից 2-ը ընտրեց դարակազմի ուրեմն ֆիլմերի ցանկի մեջ։ Դա ասում է, որ մենք ունենք այդ ներուժը, մենք ունենք այդ ստեղծագործողներին, մենք ունենք այդ մասնագետներին, ուղղակի այս դաշտը պետք է բարելավել, խրախուսել, որպեսզի իրանք կարողանան ստեղծագործել եւ հասնել այդ բարձրագույն մրցանակների։ Նախորդ տարի նշվեց Հարություն Խաչատրյանի 70-ամյակը, շուկով նշվեց նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը, հիշում եմ նաև մեր մեծանուն Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, այո, եւ Հայաստանում եւ արտերկրում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ։ Պարոն Դանիելյան, այս տարի ինչ հոբելյարների սպասենք։ Այո, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր մեծերին, հատկապես նրանք, ովքեր ապրում են մեր կողքին, այդտեղ օրինակ կլոր տարիներ չկան։ Մենք ամեն անգամ, օրինակ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրը կլինի դա 90-95, դե այս տարի 97 էր, մեկ է անպայման պետք է նշենք։ Օրինակ Հարություն Խաչատրյանն այս տարի նրա 71-ամյակն էր, Ռուբեն Մաթևոսյանը 85-ամյակն էր, մի քանի օր առաջ նշեցինք, Վիգեն Չալդերյանի ծննդյան օրն էր, մի քանի օր առաջ նորից նշեցինք, ամսի 28-ին իմիջիայլոց հրավիրում եմ բոլորիդ Արամ Խաչատրյանի համերգասրահ, Տիգրան Մասուրյանի տարեդարձն լինելու եւ սիմֆոնիկ նվագախումբը հիանալի անակնկալ է պատրաստել հիանալի համերգով։ Այն արվեստագետները, որոնք ապրում են մեր կողքին, բնականաբար մեր ուշադրությունը սևեռում ենք իրենց վրա, բարբերաբար ուրեմն անդրադառնում ենք իրենց գործերին, բարբերաբար գնում ենք այցեր ենք կատարում իրենց տներ կամ հրավիրում ենք ուրեմն մեզ հետ հանդիպումների եւ բնականաբար առաջարկում ենք, որպեսզի լինեն ծրագրեր, նոր ստեղծագործություններ, նոր ծրագրեր իրենց հետ։ Ժառանգության տեսակետից, այսինքն նրանք, ովքեր 100, 125, 150, բնականաբար ամեն տարի մենք ունենք հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակ եւ այդ ցուցակի ուրեմն անդամներին տարբեր առիթներով, տարբեր ուրեմն միջոցներով հանրահրճակում ենք։ Դա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ պետք է մենք հանրահրճակենք մեր մեծերին եւ հասցնենք մեր երիտասարդներին։ Այսինքն պատկերացեք այս տարի ուրեմն Հախինյանի, կոմպոզիտոր Հախինյանի 100-ամյակն է եւ շատ կուզենք իր մասին խոսել եւ երիտասարդներին ասել, թե ով է եղել կոմպոզիտոր Հախինյանը։ Օրինակ Անահիտ Ցիցիկյան, խոսում ենք կանանց մասին մեր լավագույն ջութակահարներից եւ այդ ջութակի դպրոց ստեղծող եւ մեթոդաբանություն ստեղծող հրաշալի արվեստագետ է եղել եւ իր 100-ամյակն է լինելու 26 թվականին բնականաբար մենք կանրադառնանք այդ կոմպոզիտորին նույնպես մի խոսքով, բայց կան էլ ավելի մեծ մասշտաբային այս տարի ունենալու ենք 26-ից սկսած եւ 26-27 ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված երկու շատ կարեւոր իրադարձություն։ Առաջինը մեր հրապարակի, Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկն է, որ սկսվել է 100 տարի առաջ, եւ դա կարծում եմ շատ կարեւոր առիթ է, որ մենք խոսենք մեր հրապարակից, եւ մենք հրապարակից խոսելուց մենք խոսելու ենք մեր քաղաքից, մեր երկրից։ Հրապարակում է գտնվում Հայաստանի ազգային պատկերասրահը, հրապարակում է գտնվում Պատմության թանգարանը, Կառավարության շենքը եւ այլն, դա հրաշալի առիթ է, որ խոսենք մեր թամանյանական ճարտարապետությունից եւ երկրորդ կարևոր իրադարձությունը, որ պետք է ունենա, դա Հրաչյա Աճարյանի 150-ամյակի մասին։ Եվ արդեն իսկ մենք նյութերը պատրաստելուց հրաշալի բացահայտումներ արեցինք, թե ինչպիսի մասնագետ է նա եղել, թե ինչքանի լեզուների է տիրապետել եւ ինչպիսի մանրակրկիտ ու հրաշալի աշխատանք է նա իրականացրել հայերեն լեզվի եւ ընդհանրապես լեզուների գիտության ասպարեզում։ Դե պատկերացեք ինչքան հետաքրքիր նյութեր կարող ենք մենք ուրեմն տրամադրել թե միջազգային հանրությանը, թե մեր հանրությանը եւ հատկապես երիտասարդներին։
Խոսեցիք մշակույթի հանրայնացումից, հանրահռչակումից, այդ գործում մեծ դերակատարություն են ունենում նաև Հայաստանի մշակույթի օրերը տարբեր երկրներում, որոնք փոխադարձվում են։ Նախորդ տարի հիշում եմ Ղազախստանի մշակույթի օրեր անցկացվեցին եւ ղազախական հետաքրքիր դրսևորումների երաժշտական հանդիպեցին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այդ առումով արդեն բարձեցումներ կան։ Հայաստանի մշակութային օրերը այս տարի տեղի կունենան Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ կունենանք Եգիպտոսում։ Եվ հակառակը մենք հյուրընկալենք Հնդկաստանին եւ Վիետնամին, այստեղ Հայաստանում, Երևանում եւ իմիջիալոց տարբեր մարզերում կլինեն միջոցառումներ, բայց մենք չենք սպասում, որպեսզի այդ խոշոր ֆորմատների ուրեմն համաձայնություններ լինեն, որ առաջ գնանք, մենք շատ ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը, օրինակ ամեն տարի մենք պետական հիմնարկներին եւ նաեւ մասնավորին աջակցում ենք, որպեսզի իրենք գնան հյուրախաղերի, եւ դա հրաշալի օրինակ առիթ է, որպեսզի մենք իրենց կատարողական արվեստի միջոցով ներկայացնենք մեր մշակույթը եւ բնականաբար ներկայացնենք մեր երկիրը։ Կարող եմ նշել, նախորդ տարի պետական սիմֆոնիկ նվագախումբը 14 հրաշալի համերգներ ունեցավ Գերմանիայում, լավագույն հարթակներում, եղան նաեւ Չինաստանում։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ ունեցավ Ֆրանսիայում, Պերսեպոլիս քաղաքում Իրանի, որը աննախադեպ համերգ էր, իսկ Ֆրանսիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեր կամերային նվագախումբը պետական համերգներ ունեցավ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Ֆրանսիայում եւ այլ տեղերում։ Ուզում եմ ասեմ, մենք ուրեմն բացում ենք մեր աշխարհագրությունը, ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը եւ Հայաստանը ներկայացվում է հայաստանյան մշակույթը եւ Հայաստանը որպես այդպեսին, որպես երկիր ներկայացվում է ամեն տարի եւ ամենուր հնարավոր բոլոր ֆորմատներով։ Դուք երկար տարիներ ապրել եւ աշխատել եք Ֆրանսիայում եւ գիտեմ, որ նաեւ ղեկավարել եք տարբեր երգչախմբեր։ Գեղարվեստական ղեկավար եք եղել։ Պարոն Դանիելյան, այդ արտերկրի փորձը որքանով է ձեզ օգնում ներսից ավելի հստակ հասկանալ խնդիրները, դրանք վերհանելու եւ որպես արդեն ոլորտը համակարգող փոխնախարար լուծումներ գտնելու համար։ Դա շատ հետաքրքիր փորձառություն էր ինձ համար, այլ մշակույթի, այլ հասարակության մեջ ապրել, աշխատել, արարել եւ հասնել ինչ որ ուրեմն ստեղծագործական եւ աշխատանքային բարձունքների, այսպես ասած, կարևորը նա էր, որ համեմատություններ կա եւ այդտեղից այդ իմ աշխատանքի փորձառության ընթացքում ես կարողացել եմ համեմատել ամբողջությամբ եվրոպական երկրների փորձառությունը եւ պրակտիկաները, տեսնել լավագույնների լավագույնը եւ այդ ամբողջ ուրեմն իմ փորձառությունը ես միտք ունեմ եւ անում եմ ներդնել Հայաստանում։ Եվ ես վստահ եմ եւ ավելի քան վստահ եմ, որ մենք ունենք այդ ներուժը ներկայանալու եւ վստահաբար մրցակից լինելու եվրոպական կամ աշխարհի ցանկացած պետության կատարողների հետ, ցանկացած մշակույթի հետ։ Մենք ունենք դա։ Պետք է խրախուսել, պետք է աշխատել։ Հույս ունեմ, որ ձեզ շատերը կաջակցեն, թե արվեստագետները, թե մասնավոր եւ պետական կառույցները ձեր նախագծերը, գաղափարները իրագործելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ եւ եթե վերջում թույլ տաք, գիտեք, ես շատ հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր կառավարությունը այսօրվա այն կառավարությունն է, որի օրոք թատրոններ են բացվում։ Տեսնում եք, մի քանի օրից կբացվի Սոս Սարգսյանի անվան թատրոնը, մենք վերանորոգում ենք, հիմնանորոգելու ենք Վանաձորի թատրոնը, Գորիսի թատրոնը, վերանորոգում ենք մնացած թատրոններ, եւ այս կառավարությունը այն կառավարությունն է, որը տարիներ դադարից հետո թե մշակույթը, թե արվեստները, թե կրթությունը դրել է իր քաղաքականության առանցքում։ Եվ մենք վստահաբար հաջողելու ենք։ Շնորհակալ եմ շատ։ Հենց շնորհակալ։